Ինչ ցույց տվեց Գյումրին։ Գյումրին ցույց տվեց, որ Նիկոլի հետ խոսել որևէ process-ների մասին հնարավոր չէ։ Այդ ընտրությունները չեն եղել ազատ, չեն եղել արդար, չեն եղել հավասար։ Այն վարչական ռեսուրսը, շտաբերում չնախատեսված գործունեությունը, որը ընտրական օրենսգրքով նախատեսված չէ, որ շտաբերում պիտի իրականացվի, խոսքը ՔՊԱ-ականների մասին է։ Այն տերորը, որ կազմակերպվել է ոստիկանությամբ եւ բուտաֆորիա հանդիսացած Սարիկի բարեկամով, որը ԱԱԾ-ով ըստ էության կազմակերպում էր այդ ընտրությունները, խոսում է նրա մասին, որ իրենք այդ իշխանությունները, ովքեր պատասխանատվություն են կրում ընտրությունները կազմակերպելու համար, նույնիսկ պատրաստ չեն ապահովելու ընտրական օրենսգրքով սահմանված նվազագույն գործիքակազմը, բոլորի հավասարությունը, ազատությունը այդ ընտրություններին մասնակցելու։ Շատ փոքր դրվագներ կարող եմ ասել, որոնք արդեն իսկ կասկածի տակ են դնում այդ Սարիկ Մինասյանի 17,000 քվեն։ Այն որ եթե կա իհարկե վտանգ կամ ոստիկանություն ինչ-որ օպերատիվ տվյալներ ունի, որ թեկնածուները պիտի ուղեկցվեն ոստիկանության ինչ-որ ջոկատայինների կողմից, բայց ինչա մենակ Սարիկ Մինասյանը ուղեկցվում։ Ասեմ ինչի, իր առավելությունը ընդգծելու, կարգավիճակը ընդգծելու համար, քաղաքացիներին ցույց տալու, որ մեկա դուք ինչ քվեաթերթիկ ուզում եք գցեք, գալու են եւ այն իրավիճակը, որը ուզում է Նիկոլը ստանա, սա ընտրություններ ոչ թե Սարիկի կամ չգիտեմ մեկ այլնի միջև, այլ սա ուղիղ Նիկոլի կողմից հերթական անգամ կազմակերպված բեսպրիձելներ, որը պիտի ստանար իր ցանկալի արտացոլումը։ Եվ այն փաստը, որ ինքը միանգամից տենց ափալ-թափալ արագ հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանը, խոսում է նրա մասին, որ այնպիսի մեխանիզմներ է ընտրակեղծիքների դրսևորվել այդտեղ, որ Նիկոլը ուզում է արագ-արագ ծածկադմփոց անի այդ արդյունքները, շատ լավ հասկանալով, որ իր համար շատ հեշտ կլինի զավթել այդ աթոռը։ Իդեպս համատեքստում նշեմ, որ դիտորդներից մեկը ասել էր, որ երբևէ նախկինում չի տեսել այնպիսի ընտրախախտումների տեսակներ, որոնք այս անգամ է տեսել։ Եթե այդ դիտորդները ազնիվ լինեն, իհարկե մեզ մոտ այնպես է ստացվել, որ նախորդ տարիներին դիտորդները բոլոր այն մարդիկ էին զուգադիպությամբ, նախկին իշխանությունների մասին է խոսքը, զուգադիպությամբ, ում կազմակերպություններն ու ՀԿ-ները դրսից էին ֆինանսավորվում, ու հետո էլի նույն խիստ պատահականությամբ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած իշխանազավթման շահառուն դարձան։ Կարծում դրանց օբյեկտիվության հետ էլ ակնհայտ այն ժամանակ խնդիրներ կար, ինչ վերաբերվում է հիմա, անցել են բոլոր սահմանները, այսինքն եթե 1-2 տարի առաջ իրավապահները Նիկոլը գործի էր դնում այն ժամանակ, երբ որ համայնքապետն ընտրվում էր արդեն թիմում, իրեն կալանավորելու համար էր գործի դնում այդ ամենը։ Հիմա այդպես չի արել, արդեն ընտրություններից 3-4 օր առաջ գործի ա դրել ողջ իր սպեկտրը, ուղղակի կազմալուծելու որոշակի թեկնածուների ընտրական ցուցակներ, այնպես անելու, որ ասեն հա դե լավ պետք է այս ամեն ինչի համար, սա ակնհայտ է, չէ, որ թիմ ընտրություն չէ, սա քաղաքի մասին չէր այս ընտրությունը, սա տեղական ինքնակառավարման մասին չէր, սա Նիկոլի հերթական փորձն էր զավթելու այնտեղ իշխանությունը։ Ուրախ եմ, որ գյումրեցիները կարողացել են այդ բռնաճնշումների տոտալ այդ տերորի շղարշը հաղթահարել ու գնալ քվեարկության։ Ակնհայտ է, որ ներողություն քաղաքացիների համար չի կարող այն ընտրությունը, որը ռիսկեր է իր մեջ պարունակում, ֆիզիկական անվտանգության, բարեհոգեբանական անվտանգության, դա չի կարող համարվել ազատ ընտրություն։ Հենց այս համատեքստում մեկ ճշգրտում, այսինքն եթե քաղաքացիները այս անգամ կարողացան նույնիսկ ձեր նշած բռնաճնշումների ներքո ընտրություն կատարել, հավանական համարում եք, որ համապետական գործընթացներում նմանատիպ այսպես անգամ մեխանիզմների կրկնության դեպքում ՔՊ-ն շանսեր չի ունենա։ Դե պատկերացրեք, եթե Գյումրիում Նիկոլը այսքան ռեսուրս էր շպրտել եւ պատրաստ էր ծախսել, խոսքը իմիջիալոց ոչ միայն վարչական ռեսուրսի, այլ նաեւ ընտրակաշառքի ու փողի մասին է, այլ հարց է, որ հիմա Հայաստանում չկան վստահելի իրավապահներ, որոնք կքնեն այս գործը, ընդհակառակը այդ իրավապահները լծված էին այնպես անելու, որ այդ ամբողջ գործընթացը հակաօրինական, որ ՔՊ-ին անհրաժեշտ էր, իրենք էլ նորմալ կազմակերպեին։ Ոչ այդ կարծիքին չեմ, որ հնարավոր է, որովհետեւ այն 17,000 ձայները, որոնք կեղծել է ՔՊ-ն, ես համոզված եմ, որ այդքան քվեարկություն չի եղել իրենց կամքով կազմակերպված ՔՊ-ի համար։ Նույն process-ները լինելու են համապետական ընտրությունների
ընտրություններին դուք պատկերացրեք այդ նույն չագուճը վերցնելու է ձեռքը, ընկնելու է փողոցներով, կալանավորելու է, ինչ էր ասում, բորձուր լիզելով, Հիմա ըստ էության իրենք կեղծել են այնքան, որ իրենց սարիկը առաջին համարն է։ Հիմա թե ում եւ ինչ բռնաճնշումներով շարունակաբար կպարալիզացնեն այդ թիմ ընտրություններում գրանցված արդյունքները արդեն ավականու մանդատների տեսքով քաղաքապետի ընտրության, դա մենք մի անգամ չի որ տեսել ենք։ Տեսել ենք Վանաձորում, տեսել ենք Ալավերդիում կամ ինչ ենք հերգրում, նույն Գյումրիում, ինչի է Գյումրիում եղել արտահերտ ընտրություն, որտեղ Նիկոլը որոշել է, որ պիտի մի 10-15 հոգի Բալասանյան դաշինքից մարդիկ, ովքեր դեռ 3 զբաղվում էին քաղաքականությամբ, այն աստիճանի տերորի ենթարկեն, ֆիզիկական անվտանգության սպառնալիքներ հղեն այդ մարդկանց հասցեին, որ ում զանգում են այս մի ամիսը, ոչ ընտրությամբ են հետաքրքրում, ոչ քաղաքականությամբ են զբաղվում։ Այն ժամանակ, երբ որ դեռ 2 տարի առաջ կամ արտահայտություն ունեին քաղաքի իշխանությունը վերցնելու եւ քաղաքային իշխանություն ձևավորելու։ Եթե ոչ ընտրությամբ, ապա ինչպես եք պատկերացնում իշխանափոխությունը։ Ես բազմիցս նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է բացառիկ հակազդեցության արդյունքում։ Այդ բացառիկ հակազդեցությունը վստահաբար Նիկոլի օրակարգով գնալու մասին չէ։ Դա ինչպես կլինի, ես պատկերացում չունեմ, բայց խնդիրը այն է, որ Նիկոլի առաջարկած օրակարգով ընտրության գնալ, հետո Նիկոլի առաջարկած օրակարգով գնալ պարլամենտ հարց ու պատասխանի։ Այդ ճանապարհը չի վստահաբար ու մենք անցել ենք դա մի անգամ 21 թվականին։ Իսկ Վիլեն Գաբրելյանը երեկվա իր պահվածքից հետո մանդատը վայր կդնի։ Իհարկե ոչ, դա ԿՊ-ական նորմալ պահվածք է։ Ազգային ժողովի падգամավորի համար անընդունելի, Հայաստանի քաղաքացու հանդեպ անընդունելի վարքագծով, բայց ԿՊ-ականների համար նորմալ է։ Ինչի առաջինն է Վիլեն Գաբրելյանը, Ալեն Սիմոնյանը չի իրեն լկտի եւ անպարկեշտ պահել, Անդրանիկ Քոչյանը չի լկտի անպարկեշտ պահել, ԿՊ կանայք չեն, որ հարձակվել են ազգային ժողովում կին լրագրողների վրա։ Այսինքն մենք իրենց համար դա նորմալ, իրենց կարծում Նիկոլի իհարկե կարծում եմ հենց Նիկոլի դրված պահանջն է իրենց առաջ, որ ինչքան կարող եք ձեզ այդքան սանձարցակ ու լկտի պահեք, որտեղ մեր իշխանությունը այս ամենաթողությամբ ու մեր ստեղծած բեսպրիդելովա, որ մենք կարողանալու ենք պահել, այլ ճանապարհ չկա։ Շնորհակալություն։